Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի։ Վարչապետի պաշտպանության նախարարությանն ուղղված հրադադարի ռեժիմի խախտում չանելու վերաբերյալ հանձնարարականին ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում անդրադարձավ Հայաստան խմբակցության падգամավոր Գեգամ Մանուկյանը։ Մինչեւ որակարգի հարցերին անցնելը նա հայտարարեց. Որը կարծում եմ, որ մեր զինված ուժերին ուղղակի բարոյական, քարոզչական հարված է, որտեղ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը իրենց պարտականությունների կատարման մեջ երբեք չեն դիմել սադրանքների եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը այս մի քանի օրերին ադրբեջանական ապատեղեկատվության լայնածավալ այս արշավի ընթացքում պարբերաբար վարկյան հերքել ադրբեջանական բոլոր ապատեղեկատվությունները։ Խոսքը դրա մասին չի, խոսքը որ երբևիցե մենք սադրանքների չենք ենթարկվելու եւ դա շատ բնական է, որտեվ շատ ավելի մեծ նպատակ ունենք մեր առաջ եւ այդ նպատակին հասնելու համար գուցե պետքա մի քիչ էլ նման զսպվածության կոչերը դնենք սեղանին։ Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքում փոփոխությունների նախագծով ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ձերբակալվածների պահման վայր ընդունելիս քաղաքացու բժշկական զննություն կատարել, անկախ վնասվածքներ ունենալու հանգամանքից։ Զննությունը պետք է իրականացնի շտապօգնության բժիշկը ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում։ Մեր գործունեության պրակտիկայում դեպքեր են եղել, որ 20-25 հոգով ԶՊՎ-ում բերման ենթարկված են եղել։ Այդ ծավալի դեպքում ոնց է առողջապահական համակարգը հասցնելու պրակտիկան ցույց է տալիս, որ ներկայումս եւս առողջապահական համակարգը կարողանում է այս ընթացքը ապահովել։ Հիմա զուտ մենք սրան տալիս ենք ավելի բարձր իրավական երաշխիք։ Եթե քաղաքացին հրաժարվում է զննությունից, չի զննվի եւ դա կամրագրվի արձանագրությամբ։ Արսեն Թորոսյանը ոչ թե նախագծին, այլ կալանավորված անձանց իրավունքներին առնչվող հարցեր բարձրացրեց։ 20 տարեկան կալանավորը մահացել քրեակատարողական ծառայության հիվանդանոցում մահվան դիագնոզն եղել է պոլիօրգանային անբավարարություն։ Դա մոտավորապես նշանակում է, որ այդ երեխուն ըստ էության 20 տարեկան ոչ մի բուժօգնություն չեն ցուցաբերել, ինքը պարզապես պարկած մահացել է։ Սա շատ կարևոր թեմա է, գիտեմ, որ մարդու իրավունքների պաշտպանն է անդրադարձել, բայց մենք պետքա խոսալուց բացի նաև ինչ-որ բան անենք այնտեղ։ Այս նախագծով բավականին լուրջ երաշխիքներ է ստեղծում խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեմ։ Հաջորդ նախագիծն առնչվում էր մասնավոր պահնորդական գործունեության ոլորտին։ Նախատեսում է խստացնել նման ծառայություններ մատուցող ընկերություններին լիցենզիա տրամադրելու կարգը, ներդնել ապահովագրական համակարգ, բարձրացնել տուրքերը։ Հիմա այդ տուրքը 500,000 դրամ է, մենք 6 անգամ բարձրացնում ենք, սարքում ենք 3 միլիոն։ Դուք հաշվարկել կարել եք, քանի ընկերություն կարա սրա հետևանքով դուրս մնա։ Օրենքի ընդունումից ի վեր ընդհանրապես չի վերանայվել այս տուրքի չափը եւ ինքը անհամաչափ ցածր է եւ մենք sense կտրուկ բարձրացման նաեւ չենք գնում եւ մենք նաեւ քննարկումներ ենք ունեցել պահնորդական կազմակերպությունների, այսպես ասած, տարբեր կազմակերպությունների, նաև իրանց ասոցիացիայի ղեկավարության հետ։ Օրենքը նախատեսում է նաև ուղեկցող մեքենաների արգելք։ Քրիստինե Պողոսյանը մտահոգություն հայտնեց, թե կարգավորումը խնդիրներ կառաջացնի ընտանիքների համար։ Մի մեքենայով գնում է կինը իր հետ կան պահնորդներ, մի մեքենայով գնում է ամուսինը իր հետ կան պահնորդներ, ոստիկանը կանգնացնելու է, դիտարկելու է երկրորդ մեքենա։ Երկրորդ մեքենայում այլ պահպանվող անձը իր թիկնապասա այլ բան, այսինքն երկու անձ օգտվում են տարբեր ծառայություններից։ Նայում ես Amazon-ի տերը մենակ է ման գալիս կամ Tesla-ի, հա, չգիտեմ, Bezos-ն ու Musk-ն, մենք պետք է ուրիշ բան զարգացնենք մեր երկրում, ոչ թե տենց մտածենք, թե ինչու օրինակ, չգիտեմ, մի մեծահարուստի երեխան չի կարող գնալ մի մեքենայով, հետևից էլ մի եւս երկու մեքենա։ Պահնորդականը շատերը դիտում են որպես զորք ունենալու հնարավորություն։ Մուսկուլները ցույց տալու մեքենայի տեսքով, վզերի տեսքով, դա վերացվում է, վերացվել է շատ դեպ հիմա, բայց հիմա ավելի կանոնակարգված կլինի, էլի կվերացվի։ Էպես որ պահնորդը չի փրկելու, ապրած կյանքն է, որակապես փոխվի, որ մարդը չդառնա թիրախ։ Քննարկված բոլոր հարցերն ընդունվեցին եւ մտան առաջիկա լիագումար նիստերի օրակարգ։ Բարթուի Արզումանյան, լուրեր։